Ծառուկյանի բիզնեսների շուրջ տեսնում ենք ինչ է կատարում, քանի որ Նիկոլ Փաշինյանի հետ քարոզարշավի ժամանակ նաև հնչում էր ձեր հորանը, ինչ է կարծում նաև ձեր բիզնեսներին, ձեր ունեցվածքի նույն ճակատագրին կարժանանան թե ոչ եւ ինչ է կանելու այդտեղ։ Տեսեք, մեր ունեցվածքի հետ կապված նայեք, թե դուք, թե շատ լրագրողներ, թե գրեթե բոլոր պատգամավորները միշտ այսպես սա պահում են բանի թեմա, առանցքային թեմա։ Մենք այն ինչ ունենք օրինական ճանապարհով, ես ասել եմ եւ ամբիոնից, եւ հիմա եմ հայտարարում, եւ ամեն ինչը հիմա դատական process է գնում, այս ամեն ինչը ցույց տալու ենք բնականաբար։ Ոչինչից չենք հրաժարվել, այնինչ կա մեր անունով գրանցված, ոչ մի քողարկված ոչինչ չկա, եւ նորից կրկնեմ, եթե խնդիր լինելու, նպատակ լինելու ունեցվածք պահելու, իսկապես այս ամբողջ պատմությունների մեջ չէինք մտնելու, կարող ենք վաճառել, հանգիստ թողնել գնալ, այսինքն եթե գերնպատակը լիներ ինչ որ ունեցվածք պահել։ Մենք այս պայքարի մեջ լինելով նաև գիտակցել ենք, որ մեր դիմաց ոչ թե օրենքնագործում, այլ մի մարդու ցանկություն SMS-ներով դատավորներ նշանակել, ազատում, մի խոսքով գիտեք նոր բան չանցել։ Այստեղ ինչ եմ ասում։ Տոյոտայի մոտ Երևանի քաղաքապետարանի դրոշնակը կամ Նաիրին Շուլցի մոտ ինչ է կանել։ Որ համբերես կասեմ։ Ուզում եմ ասեմ, մենք այս պայքարի մեջ մտնելով հասկանում ենք, որ ձեր ասած այնինչ դուք ասում եք, այնինչ այն լկտիությունը իսկապես էս բառը թույլ կտամ ինձ օգտագործել, տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ կապված, մենք շատ լավ հասկանում ենք, որ սա բոլորի հետ կարող է լինի, առավել եւս մեր հետ։ Բայց այս պայքարը ունեցվածքի մասին չի, այս պայքարը ինչ որ բան, ինչ որ ավել ունենալու մասին չի, այլ ավելի խորը գաղափարական պայքար է գնում ու այո, գիտակցում ենք, որ այս ամեն ինչը կարող է լինել, ի վերջո շատ ենք տեսել ապօրինություններ, թե կալանքի տեսքով, թե մնացած նաև այս պատրաստ ենք, իհարկե պատրաստ ենք 18 թվից հետո մեր կյանք շատ ուրիշ ռեժիմի մեջ է ընթանում։ Շատ բաների մասին, որում մենք չենք բարձրաձայնում, չենք խոսում, նաև էմոցիոնալ բաղադրիչը, ընտանիքի, երեխաների, գիտեք, այս ամեն ինչը մենք այսպես չենք սրտաճմլիկ ներկայացնում։ Բայց շատ հսկա ճնշում կա, իհարկե, այսօր ընդդիմադիր լինելը, առավել եւս ընդդիմադիր падգամավոր լինելը, ինչ որ արտոնություն չի, ինչ որ հաճույք չի, ինչ որ սա այն ժամանակները չի, որ ընդդիմություն իշխանություն մի տեսակ միշտ այս սրությունը չկար երբեք ու այս կարգի հարցակումը, այս կարգի ապօրինությունները տակ ես մտնում, երբ որ դու այս իրավիճակում ես, բարձրաձայնում ես խոսում։ Պարոն Քոչարյան, իսկ հետընտրական process-ում նկատել եք ձեզ պատկանող այդ բիզնեսներում, ընկերություններում ինչ որ գործողություններ իրավապահների, գուցե հարկային կամ մաքսային տարբեր մարմինների կողմից, որ ավելի ուժեղացված են կամ ավելի տարբերվում են նախորդ շրջանից։ Կա ինչ որ բան, որ տարբերվում է այս փուլում եւ ինչ որ ազդակներ կան արդեն, որ ըստ ձեզ կարող են ինչ որ իրավիճակի հանգեցնել։ Ուրեմն ընդամենը մեկ շաբաթ հետո ընտրություններից բոլոր այն ընկերությունները կամ գրեթե բոլոր, որոնց մեջ մեր ընտանիքի որևէ անդամ ունի մասնակցություն, զինված այսպես հարկայինը իր եկի չգիտեմ որ սորաբաժանում այն զենքերով, բաներով այսպես մտել են ամենտեղ ընտրություններից հետո, միանգամից հետո, եթե չեմ սխալվում, մեկ շաբաթ հետո, ես մի քանի օրի բարբերականության։ Այս տարի, հա։ Հա, այս տարի ընտրություններից հետո, ամենտեղ։ Նույնիսկ կնոջը Սիրուշոյի խանութներ, 4 խանութ կա Երևանում, իր գրասենյակը, վարպետների մոտ, չէ, Պեկը իր այն ոչ ստորաբաժանում նա այդ ֆորմաներով, բաներով, հա, նու առանց դիմակի, բայց բաներով, այսպես ամբողջ հանդերձանքով, հա, համոզգեստով։ Խախտումներ հայտնաբերել։ Ոչ մի բան չեն կարող հայտնաբերել, որովհետև իսկապես չկա խախտում։ Իշխանության բոլոր կար չէ, բան ռեկետը, բան։ Ռեկետ, չէ, ռեկետի մասին չէր ես խոսքը ասում, մտել են ստուգման, ռեկետը ձեր ասած հաջորդ քայլը կարող է լինել։ Բայց հավատեք ստուգումներ են արել, հա, Տեսեք, մենք դեռ բան չունենք, այսինքն չգիտենք դրա արդյունքը ինչ է լինելու։ Մտել են ինչ որ տեղեր համակարգիչ են արգրավել կամ եթե ինֆորմացիան են վերցրել, այսպես ավելի աչք վախացնելու գործողություն ա եղել։ Հիմա թող գնան ստուգեն մնացածը կտեսնենք ինչ են ստեղծելու այդ ամեն ինչից։ Բայց բացի այդ ռեգոմեշի այդ խանութներից այդ մեծ խաչը հանելը նաև դուք քաղաքական մասով եք պայմանավորում։ Գիտեք, առնվազն հարց է առաջացնում, որ երբ որ գիտեք, ի տարբերություն իրենց ես չեմ կարողանում ինչ որ պնդում անել, երբ որ ես դա չգիտեմ, հա, փաստավորված, բայց առնվազն հարց է առաջանում, որ եթե նման նույն ձևով դրված եղել են ուրիշ զարդեր, որոնք խաչ չեն եղել, մի քանի հատ այդպես եղել է,
ու դրա հետ կապված ոչ մի գործողություն չի չափսի, եղել, այդ չափսի, այո, ու դրա հետ կապված ոչ մի գործողություն չի եղել ու խաչի դեպքում ա եղել, ինչ որ հարց առաջանում է այդ։ Պարոն Քոչարյան, հաշվի առնելով 4 օրյա այս ԱԺ-ի աշխատանքը, դուք կարող եք ասել, որ ձեր խմբակցությունը հետևում է Ռուբինյանի հորդորին եւ բարեկրթություն է փորձում ապահովել, քանի որ լուրջ միջադեպեր չեն արձանագրվել եւ ինչ եք կարծում, կշարունակվի այս միտումը։ Այստեղ Ռուբինյանի հորդորի հարց չի։ Ես երեք էլ կարծեմ ասացի, բարեկիրթ պետք է լինել անկախ ամեն ինչից։ Իսկապես անկախ ամեն ինչից պետք է փորձել լինել բարեկիրթ։ Տեղ կա իհարկե կարող է նյարդերը տեղի տան, տեղ կա կարող է ինչ-որ չափ մարդ անցնի նաև, բայց բարեկիրթ կարծում ամեն դեպքում պետք է փորձել լինել անկախ նրանից իմիջիայլոց թե ազգային ժողովի դահլիճում ես գտնվում դրանից դուրս, թե սրճարանում, թե Facebook-ում ինչ-որ գրառումներ անելուց։ Պարոն Քոչարյան, լսեցիք Անդրանիկ Քոչարյանի ելույթը ամբիոնից, ձեր հորներ անդրադարձել, նշելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին հրավիրեց, որպեսզի խաղաղության հարցը լուծի, բայց նա լուծեց իշխանության հարցը։ Ինչպես կանադառնաք։ Դե ճիշտ չէ, իր մեկնաբանությունն է, իր պատկերացումն է, սա ինչ որ փաստական տվյալ չի հայտնել։ Ես կարող եմ միանշանակ ասել, որ 97 թվականին, հա, վարչապետ գալով այստեղ ընդհանրապես խոսք չի գնացել, ընդհանրապես նպատակ չի եղել ու պատկերացում չի եղել, որ հնարավոր է իշխանություն փոխվի, այսինքն իհարկե միանշանակ նպատակը դա չի եղել։ Հետո Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների պատճառով այն եղավ, ինչ եղավ, բայց միգուցե ես ելույթ ունեմ այսօր, միգուցե ավելի բան անդրադառնամ։ Գիտեք, այստեղ էլ է այլ հարց։ Մի կողմից են որ բաներ են ասում, որոնք ճիշտ չեն, ուզում ես անդրադառնալ։ Մյուս կողմից ասում ես լավ, մեր ժողովուրդը պիտի նստի էլի նայի, չգիտեմ, 96 թվին ինչ ա եղել։ Այ իմ մոտ անկեղծ այսպես երկընտրանքի հարց կա, այսինքն թողնես այդ իր ասած սուտը շարունակի մնալ, թե գնաս այդ ամբիոնից կանգնես, խոսաս 96 թվից, 97 թվից։ Պարոն Քոչարյան, այսօր խորհրդարանը ԱԺ փոխնախագահ է ընտրելու, դուք ձեր խմբակցությունը ինչ որոշում ունեք եւ եթե Վահագն Ալեքսանյանը լինի փոխնախագահներից մեկը, դա ինչպես է անդրադառնալու մթնոլորտի որոշումների վրա։ Գիտեք, նախ մեր որոշման մասին մենք տեղակ կպայենք ինչպես ենք մասնակցելու, չեմ կարծում, որ տարբերվելու է նախկին որոշումներից, այս քանի օրվա նմանատիպ որոշումներից։ Ես չեմ կարծում, որ դա կարող է լավ անդրադառնալ։ Գիտեք, մարդը կոնկրետ հարց եմ տալիս, ասում, սենց սուտ բան ես ասել։ Լավ, ինչի ես ասել կամ որտեղից։ Ու սա հակադարձում, որ դե բոլորն են ասում դրա համար, մի հատ է քմծիծաղով, որ դա այդպես է եղել։ Բոլորը կարող են սխալվել, հատկապես մեր հետ կապված նաև շատ տարբեր սուտ խոսակցություններ կա։ Երևի սա էլ է նորմալ, որ կա, եթե այդ դիրքում ես եղել, այդ պաշտոնին ես եղել, այս խոսակցությունները շատ կարող են լինել։ Բայց երբ որ քեզ ասում են, որ ընկեր սուտ է, նման բան չի եղել, չկա ոչ մի փաստական տվյալ, չկա, ու ասում ես, ինքը շարունակում է այսպես իր զորբայությամբ առաջ տանել, ասել, չէ, այդպես է եղել, որովհետև ու փաստարկն էլ այնա, որ բոլորը դա գիտեն, չգիտեմ, չեմ կարծում, որ նման մարդը այնտեղ հայտնվել է ինչ որ